Տնտեսական գործիչ Ուժեղ Հայաստան կուսակցության անդամները Սյունիքում են։ Գորիսում և Սիսիանում կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը զրուցել է մարդկանց հետ, ներկայացրել Սամվել Կարապետյանի գլխավորած ուժի ծրագրերը։ Ուժեղ Հայաստանին իշխանության առաջարկած թույլ խաղաղությունը պետք չէ, նշել է Կարապետյանը։ Թույլ խաղաղությունը դա այն խաղաղությունն է, որ մենք մեր դուռը բացում ենք հակառակորդի ազգի ներկայացուցիչների առաջ։ Երբ որ մենք դուռը բացում ենք իրենց Հայաստան գալու առաջ, հարևան երկրի ղեկավարը բազմաթիվ անգամ ասել է, որ իրենք պետք է գան, որտեղ բոլոր պահանջները, այլ պահանջ չկա, որ ունենա ինքը, ինչ ուզել է, ստացել է։ Երկրի զարգացման առաջին նախապայմանը տնտեսապես ուժեղանալն է, նկատում է Ուժեղ Հայաստան կուսակցության խորհրդի անդամը։ Բայց Սամվել Կարապետյանից լավ այդ հարցը ոչ ոք չի լուծի, կարծում են։ Որևէ մեկը չկա, որ տնտեսական անցյալ ունենա, այնպես որ տասնյակ հազարավոր մարդկանց հետ աշխատած լինի, իմանա ոնց է այդ աղքատությունը վերջը հաղթարվում։ Կարապետյանը աշխարհի տարբեր երկրներում նույն ճամփեն անցել է։ Միլիարդավոր պարտքեր, թուլացած տնտեսություն, խարխլված անվտանգություն, Հայաստանի տանջանքներին քիչ է մնացել, վստահեցնում են Ուժեղ Հայաստան կուսակցության անդամները։ Հայաստանը հարուստ է լինելու, տարածաշրջանի ամենահարուստ երկրներից է լինելու։ Ես վստահ եմ իր սփյուռքով, իր աշխատասիրությամբ ու լավ կառավարումով ամենահարուստն է լինելու։ Զարուհի Սահակյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։